որ ապակա կա, շատ ծանր էր այդ ժամանակ իրավիճակը և դուք հավատացիք մեզ, որ ապակա կա և մենք այսօր եկել ենք ասել ձեզ, որ այդ ապական, որի մասին մենք խոսում էինք 2021 թվին, այդ ապական այսօր է, այդ ապական հիմա է և այդ ապական եկել է։ Եվ այդ ապական ինչով է արտահայտվում օրինակ։ Այդ ապական արտահայտվում է օրինակ Հյուսիս հարավ ճանապարհով, որ ի վերջո կառուցվեց և հիմա Հայաստանի պատմության երևի խոշորագույն շինարարական նախագիծն է։ Այդ ապական արտահայտվում է նրանով, որ 2026 թվականի մայիսին Հայաստանի Հանրապետությունում նվազագույն կենսաթոշակը 2018 թվականի համար 3 անգամ ավելացել է։ 2018 թվականին նվազագույն աշխատավարձը եղել է 16,000 դրամ, այսօր 46,000 դրամ։ Եվ մենք այսօր ըստ էության անկախ առևտրի դեպքում հետ վճարով նաև նվազագույն աշխատավարձ, նվազագույն կենսաթոշակը էականորեն բարձրացրել են։ Այսօր գործում է առողջության ապահովագրության համակարգ և մինչև 18 տարեկան և 65 պլյուս մեր քաղաքացիների առողջապահական ծախսերի մի հսկայական մասը հոգում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն։ Եվ այսօր 65 պլյուս տարեքի մեր սիրելի հայրենակիցները առողջական խնդիրներ ունենալու դեպքում իրենք զգում են, որ իրանց պետությունը իրանց կողքին կանգնած է և սա զգում են նաև իրանց զավակները, որովհետև 65 պլյուս մեծ տարիքի ծնող ունեցող ցանկացած զավակ ինքը միշտ մտածում է, թե իսկ ինչ արնելու, եթե իմ ծնողը որևէ առողջական խնդիր ունենա։ Եվ մենք եկել ենք ասելու և հույս ունեմ, որ դուք դա տեսնում եք, որ պետությունը այսօր կանգնած է ձեր կողքին և իր քաղաքացիների առողջական խնդիրները լուծում է։ Հաջորդին մենք Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականին ավարտում ենք 500 մանկապարտեզի և 300 դպրոցի կառուցումը, 4500 մոտ 5000 կիլոմետր ավտոճանապարհ ենք կառուցել։ Ես իմացա, որ Ուջանի համար 12 կիլոմետր ջրագիծ է կառուցվել և հիմա այդ տեղի ունենում, որ այդ ջրագծերը մտնում են մարդկանց բնակարաններ։ Փողոցներ են ասֆալտապատվում, որոնք տասնյակ տարիներով չեն ասֆալտապատվել։ Գյուղատնտեսության ոլորտում մենք աջակցության ծրագրեր ենք անում և այլն և այդպես շարունակ։ Եվ այս է այն ապագան, որի մասին մենք խոսում էինք 2021 թվականին։ Բայց այդ ապագայի մեջ ուրիշ բաներ կա, որովհետև 2018 թվականից մենք խոսել ենք նաև Հայաստանի Հանրապետությունում թալանվածը հետ բերածի մասին, հետ բերելու մասին։ Եվ ես ուզում եմ արձանագրել, որ վերջին տարիներին ովքեր Facebook-յան էջին հետևում են, տեսնում եմ, որ հատիկ առ հատիկ ժանրի մեջ ես հատ անդրադառնում եմ, թե մենք այս ընթացքում հազարավոր հեկտարներով անտառներ են վերադարձվել Հայաստանի Հանրապետություն։ Հազարավոր քառակուսի կիլոմետրերով զբոսայգիներ են վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը։ Տասնյակ մանկապարտեզներ են վերադարձվել Հայաստանի Հանրապետությանը։ Բայց այդ պրոցեսը շարունակվում է և ես կարող եմ ընդամենը մի օրինակ բերել, հենց այսօր Հայաստանի Հանրապետությունում, օրինակ Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Բուդոյանի, ով նաև Գագիկ Սահակյանի տեսանա, առանձնատունը իր բոլոր հողատարածքներով և այլն հսկայական դղյակի նկատմամբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության սեփականության իրավունքը և հսկայական դղյակի սեփականատերը այլևս Կարապետ Բուդոյանը չի, այլ դուք եք ժողովուրդ ջան, և այդ թալանվածը վերադարձվել է։ Հաջորդ օրինակը ֆինանսների նախկին նախարարը, որը Միացյալ Նահանգներում բնակարան է ձեռք բերել ապօրինի, այդ բնակարանը Հայաստանի դատախազության հայտերի հիման վրա Միացյալ Նահանգներում վաճառված է և հիմա տեղի է ունենում այդ վաճառված գնի 70%-ի փոխանցումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, 70%-ը, որտեղ Ամերիկայի
3 գլուխ է ունեցել։ Մենք այս ընթացքում այդ գլուխների 20-ը կտրել ենք եւ մնացել է վերջին 3 գլուխը։ Եվ ես հույս ունեմ, որ այս ընտրությունների արդյունքում մենք իրար հետ այդ մաֆիայի վերջին 3 գլուխներն են կտրելու ենք եւ այդ երևույթը քրյա օլիգարխի համար հետևյալն է, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո երեխայի հետ։ 9 ամսեկան երեխան կա, թե չկա։ 9 ամսեկան երեխան իրական է, թե իրական չի։ 9 ամսեկան երեխան իհարկե իրական է։ 9 ամսեկան երեխան իհարկե մարդ է, քաղաքացի է, ավելին ասել, այն ընտանիքներում, որտեղ 9 ամսեկան երեխա կա, 9 ամսեկան երեխան այդ ընտանիքի ամենակարևոր անդամն է։ 9 ամսեկան երեխան այդ ընտանիքի ամենամեծ ուրախությունն է։ Եվ ես ուզում եմ արձանագրեմ, որ 9 ամսեկան մեր խաղաղությունը այսօր Հայաստանի Հանրապետության ամենակարևոր ներկայացումներից մեկն է եւ մեր ժողովրդի առանցքային ուրախությունն է, որովհետեւ մենք արդեն 2 տարի սահմանին զոհ եւ վիրավոր չունենք ժողովուրդ ջան։ Եվ ես ուզում եմ դրա առիթով շնորհավորել բոլորին, որ մենք շարունակում անարև էստեղ, որովհետև 9 ամսյա երեխան ընտանիքի ուրախությունն է և ընտանիքի ամենակարևոր անդամն է, բայց ինչ տեղի կունենա 9 ամսյա երեխայի հետ, եթե 9 ամսյա երեխայի նկատմամբ հոգ չտանենք։ Նրա ծնողները, նրա հարազատները հոգ չտանենք, այդ երեխան չի ապրի, այդ երեխան ոտի չի կապրի, այդ երեխան չի զարգանա։ Եվ հետևաբար մեր խնդիրը խաղաղությունն են անունը։ Եթե մենք խաղաղության նկատմամբ հոգ չտանենք, այդ խաղաղությունը ապրելու հնարավորություն չունի։ Առավել ևս, որ շատ-շատերն են, այսօր շատ-շատերն են, որ փորձում են այդ խաղաղությունը հարվածել, այդ խաղաղությանը ոչնչացնել, այդ խաղաղությունը նսեմացնել, եւ այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը ասում է, գիտեք ինչ, մենք ի վիճակի չենք այդ խաղաղությանը տեղ կանգնել։ Ասում է, որ երաշխավորներ են պետք, երաշխավորներ, ժողովուրդ ջան, այդ երաշխավոր ինստիտուտի մասին որ խոսում ենք, մենք պետք է հասկանանք հետևյալը, որ մենք 2022 թվականին ենք երաշխավոր ունեցել, դրանից առաջ ենք երաշխավոր ունեցել, եւ մենք 2022 թվին է որ հասկացել ենք, որ այդ երաշխավորը մեզ չի երաշխավորում, երաշխավորում է երաշխահերից, այդ երաշխավորներից մեկը, որը հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ղեկավարել Բելարուսի նախագահը, գնաց Բաքվում բաց հայտարարեց, որ ինքը մասնակցել է 44 օրյա պատերազմի նախապատրաստությանը։ Եվ հիմա այդ մարդիկ ուզում են հետ բերել այդ երաշխավորին կարգելու Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավոր։ Էտա, եւ այսօր ԲՀՊ-ի ղեկավարը քիչ միակ բան անում, բացատրություններ չի տալիս, թե ինքը հպարտանում է, որ ինքը ընկեր է Բելարուսի նախագահի հետ, քիչ բացատրություններ չի տալիս, թե ինչի ժամանակին
Այդ հայտարարությունը, որ Բելարուսի նախագահ Բաքվում արել է, որ ինքը 44-օրյա պատերազմի նախապատրաստությանը մասնակցել է, որովհետև չի արտականքել մի բան էլ փորձում է պաշտպանի նրա։ Գիտեք ինչի համար է փորձում պաշտպանի, որովհետև ՀԿ ղեկավարի որդին հետախուզման մեջ է գտնվում Հայաստանի Հանրապետությունից փախած է եւ պատասպարված է Բելարուսում։ Այս է ճշմարտությունը։ Եվ նրանք մի հատ էլ ասում է, հա իմ տղան ասում է, հիմա չի գալիս, ասում է ժողովուրդ ջան, ինձ ձայն տվեք, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը վերադառնա իշխանության, ընդ որում վերադառնա, որովհետև ձեր ուշադրությունն է հրավիրում, որ այսօր է տիրեք ուժերը, ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինք եւ Բարգավաճ Հայաստան կուսակցություն։ Ժողովուրդ նրանք 2000-ից 98-ից 2018 թվականը տարբեր ռասկլավներով կոալիցիա կազմած ուժերն են, որտեղ ուժեղ Հայաստանը հանրապետական կուսակցությունն է մի քանի անհեթելի փաստի բերումով։ Առաջինը, Նասեր Սարգսյանը եւ հանրապետական կուսակցությունը հայտարարել են բաց, որ իրենք սատարում են ուժեղ Հայաստանի։ Երկրորդը, ուժեղ Հայաստանի Կալուկացի օլիգարխի եղբայրը եղել է երկար տարիներ, եղել է ազգային ժողովի հանրապետական խմբակցության ղեկավարը եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը։ Եվ ավելին ասել, ուժեղ Հայաստանի ցուցակում ՀՀՊ-ի կարգառուն ներկայացուցիչներն են։ Բազմաթիվ ներկայացուցիչներ, ովքեր իրենց ամբողջ կյանքում եղել են հանրապետական կուսակցության առաջամարտիկներ։ Հայաստան դաշինքը գիտեք, Դաշնակցություն Ռոբերտ Քոչարյան, արդեն Դավթի Քելչի եւ Բարգավաճ Հայաստանը։ Այսինքն այս ընտրություններում այդ գումարներից կրակելու հնարավորություններից զտված ուժերը այսօր եկել են եւ ուզում են վերադառնալ եւ իմիջիայլոց ուզում են ասել։ Հայաստանի սահմաններին բազմաթիվ խնդիրներ են եղել եւ նրանցից ոչ մեկը երբևէ սահմանի մի հատ կրակոտ չի արել։ Է շատ կարևոր է։ Նրանցից ոչ մեկը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար մի հատ կրակոտ սահմանի չի արձակել։ Բայց նրանք կրակոցներ արձակել են Երևանի կենտրոնում, Աբովյանի կենտրոնում, Տեցի կռովում, ուրիշ տեղերում եւ նրանք հիմա ուզում են վերադառնալ Հայաստանի ներսում, Հայաստանի քաղաքներում ու գյուղերում, փողոցներում ընդհանրացնելում իրենց կրակելու իրավունքը վերականգնելու համար։ Ես չեմ կարող հավատալ, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դա կարող է թույլ տալ։ Ես չեմ կարող հավատալ, որ դուք կարող եք թույլ տալ, որ քրեա օլիգարխիկ կլանը, ով տասնյակ տարիներ թալանել է Հայաստանը, վերադառնա իշխանության։ Ես չեմ կարող հավատալ, որ դուք կարող եք նման բան թույլ տալ, չեմ կարող հավատալ։ Որ մենք գործել ենք մաֆիայի, ընդորում տրանսազգային մաֆիայի հետ, որը այդ մաֆիան շատ կարևոր հասկանալ, որ շոշափուկները Հայաստանում եղածը, ընդամենը շոշափուկներն են, մենակ Հայաստանում չէ, այդ մաֆիան Հայաստանից դուրս էլ շոշափուկներ ունի, բայց էլ եմ ասում, 2018-ից մինչև հիմա մենք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն լրացուցիչ 66 միլիարդ դոլարի մենք մտցրել Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։ Այդ 66 միլիարդ դոլարը նախկինում հոսում էր այդ մարդկանց գրպանները։ Եթե մի օրինակ բերեմ, 2018 թվականից մինչև 2025 թվականը ներառյալ Զանգեզուրի պղնձավունիկներային կոմբինատը 300 միլիարդ դրամ ավելի փող է վճարել պետական բյուջե, քան վճարել է նախորդ 8 տարվա ընթացքում։ Եվ նաև այդ գումարներով է, որ մենք հնարավորություն ենք ստացել ավելացնել թոշակները, ներդնել առողջության ապահովագրության համակարգ, 300 դպրոց կառուցել, 500 մանկապարտեզ կառուցել, մենք հաջորդին ևս 300 դպրոց ենք կառուցելու, ևս 100 մանկապարտեզ ենք կառուցելու, ինչու 100 մանկապարտեզ, որովհետև մեր հաշվարկով այդքան է մնացել պահանջարկը հանրապետության։ Մենք հանրապետության բոլոր բնակավայրերում
մի 100 կոմբինացված խաղահարապարակներ ենք կառուցելու։ Մենք կամավորատեստավորմամբ ուսուցիչների աշխատավարձը կրկնապատկելու հնարավորություն ենք ստեղծել։ Մենք հաջորդիվ ևս մեկ անգամ ատեստավորում ենք իրականացնելու ատեստավորված ուսուցիչների համար։ Եվ եթե նախկինում 100,000 դրամից դրույքաչափը դարձնենք 200,000 դրամ պլյուս ատեստավորման տոկոսը, հաջորդ շրջանում մենք դարձնելու ենք դրույքը ուսուցիչների 300,000 դրամ պլյուս ատեստավորման տոկոսը։ Այսօր Հայաստանում արդեն 700,000 դրամ ստացող ուսուցիչներ կան։ Հաջորդ փուլում արդեն 1 միլիոն դրամ ստացող ուսուցիչներ են լինելու։ Այսօր Հայաստանում 700,000 դրամ զինվորական շարքային զինծառայողներ կան։ Հաջորդ փուլում 1 միլիոն դրամ եւ ավել աշխատավարձ ստացող զինծառայողներ են լինելու։ Իմիջիայլոց բանակի մասին ես հույս ունեմ, որ դուք մայիսի 28-ին բոլորդ կգաք Հանրապետության հրապարակ եւ տեսնելու այն բանավեճի հանգուցալուծումը, որ վերջին տարիներին գնում է։ Ես հույս ունեմ, որ դուք կգաք եւ Հանրապետության հրապարակ եւ սեփական աչքերով կտեսնեք, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս ունի նոր որակի, նոր սպառազինության եւ նոր տրամաբանության բանակ։ Ես հույս ունեմ, որ դուք կգաք, կտեսնեք, կհպարտանաք դրա համար եւ կնշեք այդ իրադարձությունը, որովհետեւ դա շատ կարեւոր շրջադարձային եւ դարակազմիկ իրադարձություն է։ Մի րոպե սպասեք։ Իմիջիայլոց զորահանդես ենք կապված, ես հրահանգել եմ, որպեսզի ռազմական տեխնիկա, որը Հանրապետության հրապարակով անցնելա, սովորաբար անցնում են ու թողում գնում են։ Ես հրահանգել եմ, որ զորահանդեսից հետո տեխնիկան Տիգրան մեծ փողոցայով, ասինքն Հանրապետության հրապարակը շարունակող փողոցան շարվի, իհարկե մենք որոշակի տարածք ստեղծենք, որպեսզի դուք բոլորը գաք եւ ավելի մոտիկից տեսնենք այդ սպառազինությունը, համոզվեք, թե ինչը ինչոց է։ Բայց ես էլ ուզում եմ ասել, որ նաեւ բանակը մենք այսօր արդիականացնում, հզորացնում ենք խաղաղության եւ ոչ թե պատերազմի համար։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ մենք սկզբունքային որոշում ենք կայացրել եւ պետք է ամրագրենք այդ որոշումը, որ Հայաստանի բանակը Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս չի օգտագործվելու եւ օգտագործվելու է բացառապես միջազգային պայմանագրերի հիման վրա խաղաղապահ առաքելությունների համար։ Այսօր էլ մեր բանակը օրինակ Կոսովոն խաղաղապահ առաքելություն է իրականացնում, Լիբանանում խաղաղապահ առաքելություն իրականացնում եւ մեր բանակը պետք է լինի մեր պետության միջազգայինորեն ճանաչված տարածքի պաշտպանության եւ անվտանգության երաշխավորը։ Եվ մենք գնում ենք այս ճանապարհով։ Ես ուզում եմ նաև ընդգծել, որ այո, մենք արձանագրում ենք, որ մենք ունենք նաև օկուպացված որոշակի տարածքների խնդիր, բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ նաև այդ խնդիրն դե յուրե լուծված է, դե յուրե լուծված է հետևյալ կերպ, որ 2024 թվականի օգոստոսին ստորագրվեց եւ հոկտեմբերին եւ Հայաստանում եւ Ադրբեջանում բավերացվեց երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը, որտեղ արձանագրվում է, որ երկու երկրների սահմանազատման բազային սկզբունքը համահայ հռչակագրումն է։ Դա նշանակում է, որ այն տարածքները, որ երկու երկրներ, այսինքն այն տարածքները, որ խորհրդային Հայաստանը ունեցել է, այդ տարածքներով պետք է տեղի ունենա սահմանազատում։ Եվ հետևաբար մեր երկրի օկուպացված տարածքների խնդիրը կլուծվի սահմանազատման արդյունքում դե յուրե արդեն լուծվել է, դե ֆակտո կլուծվի առաջիկայում։ Առաջիկայում ենք թրիպ նախագիծը իրականացնենք, որը Հայաստանը դարձնում է տարածաշրջանային եւ համաշխարհային խաչմերուկ։ Ես էլ եմ ուզում ասեմ, երբ որ 2021 թվականին մենք ասում ենք ապագա կա, այդ ժամանակ մեր բոլորի ընկալումը այն է, որ Հայաստանի Հանրապետությունը գտնում է սարսափելի, ահավոր վատ աշխարհագրական դիրքում։ Մեր աշխարհագրական դիրքը ահավոր վատ է։ Բայց այս վերջերս ընդամենը օրեր առաջ մի նախադասություն հնչեց, որը կարծում եմ
էականորեն փոխեց մեր պատկերացումները եւ մենք հասկացանք, որ նաեւ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքն է փոխվել, որքան էլ դա տարօրինակ չի։ Պատկերացնում եք Հայաստանը բնականաբար ոչ մի տեղ չի գնացել, որտեղ եղել է այնտեղ էլ կա։ Բայց Եվրամիության հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը մեր հետ հանդիպման բացման խոսքում ասեց հետևյալը. Հայաստանի Հանրապետությունը նստած է արևելքի եւ արևմուտքի միջև ամենակարճ ճանապարհի վրա։ Սա նշանակում է ժողովուրդ, սա գիտեք ինչ է նշանակում, որ Հայաստանի Հանրապետությունը այլևս ծայրամասից վեր է ածվել կենտրոնի եւ երբ որ ապա ասում ենք 2021 թվականին ապագա կա, նաեւ սա նկատի ունեին, որ Հայաստանի Հանրապետությունը այդ ապագայում, որի մասին մենք միշտ երազել ենք, հետևյալը, ասել ենք, բայ տեսնեք երբևէ Հայաստանում խաղաղություն կլինի, ասել ենք, հայ երևի ապագայում կլինի։ Մենք միշտ մտածել ենք, ասել ենք, լավ, ետենաս Հայաստանում այնքան կենսաթոշակ կլինի, որ կենսաթոշակառուները գոնե շատ թե քիչ արժանապատիվ ծայրը ծայրին հասնել, ասել ենք հայ երևի ապագայում կլինի։ Հետո մտածել ենք, ասել ենք լավ, տեսնես կլինի այդպիսի ժամանակաշրջան, որ մենք սահմանենք զոհեր եւ վիրավորներ չունենանք։ Եվ պատասխանել ենք, ասել ենք հայ երևի ապագայում կլինի։ Եվ հետևաբար այսօր այդ ամեն ինչը կա, հետևաբար մենք այսօր ապագայում ենք եւ մեր մեծագույն խնդիրն է այս պատմական իրադարձությունը գնահատել, որ մենք այլևս մեզ եւ ապագայի միջեւ ոչ մի բան չկա։ Մենք հայտնվել ենք, մենք չենք հայտնվել, մենք քայլել եւ հասել ենք ապագա եւ մեր խնդիրն է այդ ապագայի մեջ մնալ։ Բայց այդ ապագայի ամենակարևորագույն հատկանիշը խաղաղությունն է։ Այդ խաղաղությունն է երաշխավորների մասով մեր պատերազմի եղածի կուսակցությունը ինչ ասում, որ դե երաշխավորներ են պետք, երաշխավոր, մենք տեսել ենք այդ երաշխավորները, մենք տեսել ենք, եւ հետեւաբար այն ինչ որ ասում է պատերազմի եղածի կուսակցությունը, եթե դա թարգմանենք, նա ինչ ասում, ասում եք մեր 9 ամսական երեխային որքանոց հանձնենք, մենք ի վիճակի չենք այդ 9 ամսական երեխայի նկատմամբ խնամք տանել, մենք ասում ենք ոչ, մենք ի վիճակի ենք այդ 9 ամսական երեխայի նկատմամբ, որն է խաղաղությունը եւ որի հեղինակը դուք եք ժողովուրդ, դուք եք ձեր զրկանքներով, ձեր տառապանքներով, ձեր համբերությամբ, ձեր իմաստությամբ, ի վերջո Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է խաղաղության հեղինակը եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը պետք է տեր կանգնի խաղաղությանը, որովհետեւ դա է երաշխիքը, որ մենք մեր պետությունը, Հայաստանի Հանրապետությունը տարիներով, տասնամյակներով, դարերով ու հազարամյակով կփոխանցենք սերնդեսերուն։ Մենք արդեն հայտնվել ենք մի իրավիճակում, որ մեր կյանքը, մեր պետական կյանքը պետք է ոչ թե մի շաբաթով, մի ամսով, մի տարով, 5 տարով պլանավորենք։ Մենք արդեն հայտնվել ենք մի վիճակում, որ կարող ենք մեզ ցույց տալ, մեր կյանքը պլանավորել 50 տարով, 100 տարով, 200 տարով, 500 տարով, 1000 տարով եւ այն ինչ որ մենք անում ենք, այն ինչ որ մենք պիտի անենք, դա մի շաբաթվա, մի տարվա, նույնիսկ 5 տարվա համար չի։ Դա հազարամյա մի պատմություն է, դուք սկսում այսօր եւ այդ պատմությունը ճիշտ սկսելու պատմությանը տեր կանգնելու համար հարկավոր է, որ դուք 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին գնաք կտրական տեղամաս եւ տեր կանգնեք ձեր պետությանը, տեր կանգնեք ձեր անկախությանը, տեր կանգնեք այն ապագային, որ ստեղծել եք ձեր ձեռքերով, տեր կանգնեք այդ խաղաղությանը, որը ստեղծել եք դուք եւ որի ճակատագիրը կախված է ձեզանից, միայն ձեզանից, բացառապես ձեզանից։ Սա իսկապես մի պատմություն է, որի հեղինակը ձեզնից յուրաքանչյուր։ Եվ ես խնդրում եմ, որ որևէ մեկը չմտածի, որ խաղաղությանը ինչ-որ ուրիշ մեկը տեր կկանգնի եւ իր մասնակցությունը այդքան էլ պարտադիր ու կարևոր չի։ Ես ուզում եմ մեզնից յուրաքանչյուրը հասկանա, որ Հայաստանի այ իմ ասած հազարամյա պատմության ընթացքը, որ խաղաղության ճակատագիրը
որ պետության ճակատագիրը, որ ապագայի ճակատագիրը, որ այս փուջուրի երեխեքի ճակատագիրը կախված է մի մարդուց, ընդամենը մի մարդուց, ով ազում դիմի այդ մարդը։ Մեր Ես համաձայն եմ, գիտեք ես ձեր ձևակերպան համաձայն եմ, որ բոլորս, բայց ինձ բոլորը արտահայտությունը դուր չի գալիս, ինչի, որտեղ բոլորը արտահայտությունը հնարավորություն է տալիս, որ անհատը այդ բոլորի մեջ թաքնվի, այն հույսով, դե որ բոլորը կանեն ես պատահիկ չի որ անեմ։ Ես առաջարկում եմ, որ մենք բոլորը կապտատենք և դարձնենք, հասնենք միջև անհատական մակարդակ։ Եվ այդ է պատճառը, որ ասում եմ, որ Հայաստանի և շարունակում եմ ասել, և դա մի անգամ միջալով դուք ապացուցել եք, մենք իրար հետ ապացուցել ենք, որ Հայաստանի ապագա, խաղաղության ճակատագիրը, Հայաստանի պատմությունը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես, 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 և այդ մեկ մարդը դու ես։ Ես մի քանի մարդկանց ցույց տվեցի։ Իսկ ով է, որ ուզում է ինքը իրան հայտարարի, ինքնահայտարարի, որպես այդ մի մարդ, որից կախված է Հայաստանի Հանրապետության և խաղաղության։ Եվ այդ մեկ մարդը ես եմ։ Շատ կարևոր պահ է։ Տեսեք, էլ ասում եմ ով կա, ձեր բարձրացնի, էլի ասում եմ բոլորը, ինչ-որ մարդիկ ձեր են բարձրացնում, ինչ-որ մարդիկ ձեր։ Դա ամենամեծ մտավախությունն է, որ այդ թվով հունիսի 7-ին, դրանից հետո, դրանից առաջ, մեզնից շատերը կարան մտածեն, որ մեկա բոլորը դա անելու են, պարպատիվ չի, որ ես անեմ, ոչ, այդպես չի, եթե ուզում ենք, որ բոլորը անեն, պարտադիր է, որ ես անեմ առաջին հերթին, և հետևաբար, ով այն մեկ մարդը, ով կա այդ մեկ մարդկանցից դավիճում, թող իրա ձեռքը բարձրացնի, ով կա, այս է ուրիշ բան, հետևաբար, մենք այդ ամեն ինչը իրականացնելու համար գործել ենք խնդիրը առավելագույնս բարձրացնել ձեզ համար։ Եվ դրա համար երկար, կարգախոսային առաջարկում ձեզ։ Եվ այդ կարգախոսը հետևյալ նախընտրում եմ արձագանքել նույնպիսի հստակությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք քվեարկում ենք, բայց կարևոր է արձանագրել, թե ինչու են քվեարկում 16-ին, որովհետև դա ինքնանպատակ չէ, իսկ 16-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, ուջանին, աշխարհակին,
Երեխեք հիմա այս թվացքից ստեղ ճանապարհ բաց է։ Բաց։ Ես ձեզ նվիրեմ անցեք որ Սեն։ Եկեք ես կողմով Պարոն վարչապետ, բանվորի աթոռը ցարկած աթոռը չեր տակը, պինդ պայեք, միլիոնավոր մարդիկ ես այդ աթոռը չեն կարող սրկել։ Ամուր մնացել, ժողովրդի ցարկած աթոռը, ժողովրդի բացելը, դա ամուր բան է։ Ամրով չապրեք, մեզ դեր կանգնեք։ Ով ստացավ երեխեք ջանից մի հերեք իրար։ Անցի բալաջան, բալաջան։ Երեխեք ջան ով ստացավ։ Ես կողմով։ Աչով մինած։ Բարոյ Փաշինյան, աթոռնի 21 թվականին նկարել է, իվել ուզում եմ աղջիկաս, միակ նկարել, ես միակ գրգի, շատ շնորհակալություն, բարոյ Փաշինյան։ Ես կողմով դուս եկեք, էլի, ես կողմով, հետևով։ Այո։ Եթե գլա առաջ Եկեք, ես կողմով։ Չոս։ Մեհա դիսկը նկարեք, մեհա դիսկը նկարեք։ Չէ։ Ով չստացավ քարտեզը։ Դուք ստացել եք։ Միակ նկարեք, միակ նկարեք։ Նկարվել եք, տեսեք որ Փաշինյան ջան, իմ երկրի տեր ու տնօրեն, ես քո կյանքին վերնեմ։ Ախպեր ջան, միջասել, Աստված քեզ պահապան։ Ընտրում քեզ, իմ ախպեր, իմ աշկերուց, իմ երկրի տեր, բարպես եկել մեր գյուղ, մեր տնօրեն, մեր երկիր, իմ հայրենի, իմ Հայաստան։ դերեցեք։ Արտուկան ես կողմով դուս Բայ է չէի լեզու Այս է վերցրեք։ Յոնա Խվածքը պատրաստ։
Ողջ չկան։ Դա մոտս կտա։ Горджан заправка. Ան Թուրքիան Տխվածքի բակ Չի թխված է։ Չէ, երեխան նկատի ունեմ։ Ինչպես է։ Հաճույքը չես ուզեի լսեի, բայց ինչ բան է։ Ուղղակի մի բան է։ Ես սերիկա դուք քչարադին նստածրան մինչև վերջ։ Իմ ցանկությունը դա է։ Ես շնորհակալ եմ։ Այդ սրիկային եւ նրա նմաններին դուք ակսել եք։ Ակադատությունը կտեղ Նրան ազատություն չի կարելի, որովհետև նրա երակներում Թուրքի արունն է հոսում։ Այս մտցեք։ Շնորհակալություն։ երեք կռուգն է։ Յուր։ Հա, երեք։ Գնում է քանդես։ Այ որոշ։
Սպասեք էլ։ Ձեռը կա։ Ասես կամ պրոֆեսիոնալ դեմ է։ Պարոն վարչապետ, դասերի ժամանակ ուսուցիչները բրիֆինգ կանեն կպատասխանեն Երևանում բրիֆինգ կանեն։ Վարչական ռեսուրսների խախտման մասին։ Ուրեմն ամեն ինչը որևէ խախտում չի կարող հետևանք մնա։ Պարոն վարչապետ, Ես հանձնել եմ կառավարական քննության նշանակված ամեն բայց բան բրիֆինգ կանեն Ես քարտը դու կերպատել ես տվեք էլի պարոն վարչապետ։ վերցրեք։ Վերց Դավիթ։ Շնորհակալ ենք ժողովուրդ։ Հայրիկ ջան, Վերջ գնացինք ժողովուրդ ջան, շնորհակալ ենք։ Սերգեյ, բայց բանում օհանավար է, խոշական, նույն դինամիկ է դրեք, էլի։ Այսպիսին էր ուժանում, էիքներ տեսակ, իչ պակ, սիրում են սիրելի ուժանցիներ,